ներկայացրեցիք ձեր պահանջի իշխանափոխություն, որոնք են լինելու գործողությունները։ Նիկոլը պետքա չկարողանա գնալ գործի։ Ինքը պետքա հրաժարվի։ Քանի որ ինքը դժվարությամբ է հասկանում, որ ժողովուրդը դեմ է իրան, այդ ժողովուրդը պետքա իրան ցույց տա ֆիզիկապես, որ ինքը չի կարող աշխատի։ Ինչ գործողություններ են լինելու, որ ասում եք Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու գնա աշխատանքի։ Ֆիզիկապես պետքա խոչընդոտվի իր ցանկացած փորձը աշխատելու, որը հստակ որակավորված է որպես հակահայկական։ Հայաստանում ոչ մեկ չպետք է ունենա հնարավորություն գնալ աշխատանքի ու իրականացնել հակահայկական գործունեություն։ Դրա համար գոյություն ունի Ադրբեջան, որտեղ մարդիկ գնում են գործի ու իրականացնում են հակահայկական որոշումներ ու աշխատանք։ Ստեղ կառավարության շենքը մերն է, ժողովրդինն է, ոչ թե Իրանը։ Ու մենք թույլ ենք տվել ժամանակին ինքը այնտեղ աշխատի։ Ոչ թե վատ աշխատեց, այլ աշխատեց հակառակ հայ ազգի, ազգայինի։ Պետքա չաշխատի։ Ճանապարհներ եք փակելու։ Ոչ։ Այդ դեպքում ինչպես եք կանխելու։ Ուղղակի ինքը չի կարողանա գնալ գործի։ Ինձ դրա համար պետք է քանակություն ու կրկնում եմ նորից, մեր գործողությունները ոչ օրենք են խախտելու, ոչ սահմանադրական կարգ են տապալելու, բայց Նիկոլը հրաժարական տալու է։ Միակ բանը, որ ես հիմա ուզում եմ, միակ անհրաժեշտ բանը, որ այսօր հիմա այս պահին կա, դա քանակությունն է։ Ես դիմել եմ նաև մեր Սյունիքի հայրենակիցներին, որպեսզի առաջի փորձը անեն իր Սյունիքից Երևան գալուց։ Հայաստանում ինքը պետք է հասկանա, որ տեղաշարժը բարդ է իր համար, որովհետև Հայաստանում ազատ տեղաշարժ պետք է ունենա մենակ հայանպաստ գործունեություն ծավալողը։ Մեր մեջ տեղ չունի, առավել ևս ազատ տեղաշարժի նա, ով ամեն իր հաջորդ որոշմամբ, ու այդ որոշումը ոնց է կայացնում մեր բոլորիս թույլտվությամբ, կամ միգուցե լռության արդյունքում, մեզ տանում է կործանման։ Բայց ամեն դեպքում փակագծեր կբացեք, ինչ է նշանակում Փաշինյանին տեղաշարժվել թույլ չենք տալու, բայց տվյալ դեպքում Սյունիքում կարող են փակել ճանապարհը, որ Նիկոլը հասկանա այս ամեն ինչը լուրջ է, ոչ թե իրան տա չտենալու, հեծանիվ քշի, իբր ոչ վերածննդի շարժումից է տեղյակ, հեծանիվ քշելը բռնել է մարդու։ Ստեղ իր դեմ պայքար է, իր իշխանության դեմ։ Ու դրանում ինքը կարա համոզվի, եթե մինչև ստեղ հասնելը մեր սյունեցի եղբայրները իրան ցույց տան, որ մենք միասնական ենք ուր էլ լինենք, որովհետև չկա սյունեցի, երևանցի, արցախցի։ Մենք մի օրգանիզմ ենք, մի ընտանիք ենք, մեր պայքարը մեկն է, սա համազգային պայքար է, անկախ այս պահին ստեղի քանակից։ Դուք արդեն ունեք սահմանված ժամանակացույց ձեր համար, ինչքան ժամանակում եք իշխանափոխության հասնելու։ Դա նույն բանն է, Նարեկ ջան, ոնց որ ես հիմա պատասխանեմ ձեզ, թե ինչքան ժամանակում ինչքան մարդ ստեղ կհավաքվի։ Դա յուրաքանչյուր հայի որոշումն է։ Յուրաքանչյուր հայ ինքը իր մեջ գիտի այդ ժամանակացույցը երբ է, հենց հիմա, որ ինքը կգա։ Թե մի օրից։ Այսինքն սա կարող է հավերժ տևել, այս շարժումը։ Ես վստահ եմ, որ երկար չի տևի, որովհետև ես հավատում եմ իմ ազգի ադեկվատությանը, համառությանը ու վճռականությանը, տոկոնությանն ու հայրենասիրությանը։ Սա կուսակցության պայքար չի, սա մեր գոյատևման պայքարն է, սա մեր պայքարն է հանուն մեր սրբությունների ու մեր ազգայինի։ Մենք չենք հետապնդում բացառապես կուսակցական մենք կուսակցություն չենք, ստեղ կուսակցություն չկա, եթե կա էլ դա իմ ազգն է, ամենամեծ ու ամենակարևոր կուսակցությունը Հայաստանում, որի անդամներին նորից հրավիրում եմ Ազատության հրապարակ, ես անձամբ տուն չեմ գնալու, ես չեմ քնելու, ես չեմ նահանջելու ու շարունակաբար, եթե նույնիսկ տևի հավերժ, ես իմ ազգից նեղանալու բան չունեմ, դա իմ ազգն է, լավն է, վատն է, հասկանում է, չի, դա իմ միս ու արունն է, ու ես վստահ եմ ինքը կհասկանա ու մենք երկար ստեղ չենք մնա, կգա ու մենք շատ կարճ ժամանակում կկերտենք վերջապես
հաղթանակ, որը կուսակցական չի, այլ ազգային։ Բայց դուք հիմա օրինակ բացառել եք ըստ էության 4 քաղաքական ուժերի որևէ կերպ ձեզ միանալա, այսպես պլակատը հաշվի առնելով Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան։ Բա որ կուսակցությանն եք սպասում։ Ցեղագրում, օրինակ։ Այսինքն դուք մտածում եք, որ իրանցից բացի էլ կուսակցություն քաղաքական ուժ չկա։ Բոլոր իրանցն են կամ իրանց աճեցրածը ոչ։ Ամենայն դեպս դուք մերժում եք ռեսուրս ունեցող հա մյուս ընդդիմադիր ուժերին։ Ես ձեզ պատասխանեցի։ Ես ռեսուրսին չեմ նայում։ Այնով ռեսուրս ունի նրա հաշվին, որ դու չես ունեցել մինչև այսօր ազգային մտածելակերպով ղեկավարություն, որ այդ ռեսուրսը պատկանա քեզ։ Դրա համար մարդիկ ունեն ռեսուրս ու շարունակում են օգտագործել էլ ավելի վնաս տալով հային ու Հայաստանին։ Ես այդ ռեսուրսին նայեմ։ Իշխանությունն ասում է թույլ չենք տալու այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում։ Այսինքն նկատի ունելով իշխանափոխություն ըստ էության եւ Նարեկ ջան, իշխանափոխությունից հետո պատկերացնում ես, եթե ես նայեմ իշխանությունը ինչ է ասում, ինչ գործ ունեի ստեղ։ Եք պետք տունը նստած ասեի ապագա կա լավ ալնելու։ Իմ համար մեկ է այդ իշխանությունը ինչ է ասում։ Ինչ է անում առհասարակ։ Նա ուղղակի չկա արդեն, ինքը պետքա չլինի։ Որ մնաց ես հիմա նայեմ ինքը ինչ է ասում, սենց պետք է լինի, հենց պետք։ Նարեկ ջան, ով է այս իշխանությունը, որ ինձ ու քեզ բան ասի։ Մետը ժողովրդին նայ։ Համախմբվածության պակասի պատճառով բոլորը հավատը կորցրած, խեղճացած տունը նստած են։ Ու դրանից օգտվելով ոմն մեկը անվանելով իրան իշխանություն, ինչ որ բաներ է ասում, բաներ է անում իբր։ Ու լռությունից ելնելով մտածում է, որ ճիշտ է, չէ մենք կանք, մենք այդ լռությունը կխախտենք, այ կխախտենք։ Նիկոլը կհասկանա, որ ինքը անելիք չունի ստեղ ու ինչ էլ արել է, դեռ դրա պատասխանները պետքա տա։ Բայց երբ նրա հրաժարականն են պահանջել, ինքը ասել է ուզում են ժողովրդի իշխանությունը գողանալ եւ ասում է դա դրա լավագույն ձևը ընտրությունն է, ասում է ընտրությունների ժամանակ մենք իշխանությունը վերադարձնում ենք ժողովրդին եւ իրենք արդեն որոշում են թե ում պետք է տան իշխանությունը։ Դուք հնարավոր համարում եք ընտրությունների միջոցով իշխանափոխությունը թե ոչ եւ եթե միջև ընտրություններ հրաժարական չտա, ստացվում է որ արդյունքի չեք հասնել։ Նարեկ ջան, նորից եմ ասում, իմ համար մեկ է ինքը ինչ է ասում։ Իսկ ընտրություններով գնալ Նիկոլից հրաժարվելու այն քայլը, որ դու արդեն գնում ես ընտրության, դու լեգիտիմացնում ես Նիկոլին, այսինքն լեգիտիմացնում ես նաև Նիկոլի բոլոր պայմանագրերը, փաստաթղթերը, պայմանավորվածություններն ու ստորագրությունները։ Ասեք ցածր։ Ու դրանով իսկ լեգիտիմացնում ես նաև խաղաղության պայմանագիրը, որն էլ իր հերթին լեգիտիմացնում է Ալիևի ապօրինի ու ահաբեկչական հարձակումները Հայաստանի վրա։ Որովհետև եթե Ալիևը ահաբեկիչ չի, եթե օրինականը հարձակվի, այդ իրավունքն ուներ, միայն այդ ժամանակ չի որ կարելի է գնալ խաղաղության։ Այսինքն ոչ պահանջելու բան կա, ոչ ամեն ինչ ճիշտ է, չէ՞։ Ստացվեց, որ եթե դու գնում ես ընտրությունների մասնակցելու, դու լեգիտիմացնում ես Ալիևի հարձակումը Հայաստանի վրա։ Ստացվեց թե չէ։ Ես նման եմ նմանին, ով կգնա ընտրության, այնքան որ ունենա պաշտոն կամ աթոռ, ու թքած թե այդ իմ քայլով ես չեմ լեգիտիմացնում Նիկոլի իշխանությունը, Նիկոլի ստորագրությունները ու Ալիևի հարձակումները։ Այսինքն դուք բոլոր, եթե իշխանափոխություն է լինում եւ դուք դառնում եք Հայաստանի ղեկավար, ճիշտ եմ հասկանում, որ բոլոր ստորագրությունները Հայաստանի հետ եք կանչում։ Ընտրության փոխարեն հեղափոխության գնալը հետապնդում է բացառապես հենց այդ միտումը։ Ուրիշ միտում չունի։ Թե չէ ես էլ կնստեի կսպասեի ընտրությունների։ Միայն Փաշինյանի ստորագրությունը, թե միջև անկախության առաջին տարիներից կնքված Հայաստան։ Ցանկացած պայմանագիր, ցանկացած ստորագրություն, հռչակագիր, հայտարարություն, որը չի բխում իմ երկրի ու ազգի շահերից, չի կարա ուժ ունենա։
այդ բոլորը պետքա չեղարկվեն, վերացվեն, փոփոխվեն, դա միանշանակ։ Իսկ այդ ամենը հաստատողի հետ գնալ ընտրության լեգիտիմացնելով իրան, հետո ասել ես կփոխեմ, նման բան ասողը, սա դիմում եմ բոլորին, ովքեր գնում են ընտրությունների ու ունեն համախոհներ, դիմում եմ տվյալ մարդկանց համախոհներին, այդ մարդկանց հետևից գնալով, այդ մարդիկ կամ չեն հասկանում իրականությունը, կամ պետք չի որ հասկանան, կամ էլ հասկանալով հանդերձ թքած ունեն իրականում ինչ թուղթ ու պայմանագիր է ստորագրվել, կարևորը իրանք հույս ունեն մի քանի ձեն փախցնելու, ավելի փայլուն գալստուկ կապելու ու մի խոսքով բոլորից թողելու նորից նույն տաշտակի առաջ, նորից ներքաղաքական, ամբողջ հայկական ներքաղաքական դաշտը թողելով, չգիտես ում ազդեցությունների տակ, մենք ինքնիշխան չենք, մենք նույնիսկ անկախ չենք, ու այդ լոլոները, որ մենք անկախ ենք, մենք ինքնիշխան ենք, մեր ներքին քաղաքականության տերը մենք ենք, ով է հավատում, որ գիտակից մարդն է դա ընդունում, ով է իր վրա դա զգում, կամ մեկը, որ երբևէ զգացել է, 92 թվից այս կողմ, չկա տենց մարդ։ Ուղղակի հույս դնել, որ հերթական անգամ խաբել ժողովրդին գնանք ընտրությունների կարևորին, մենք ինչ ենք ուզում, Նարեկ ջան, վերջապես, ձերբազատվենք մենակ Նիկոլից, թե համ Նիկոլից, համ իր այս արած բոլոր փիզ բաներից։ Տեսեք, իր իշխանության օրոք Հայաստանի ինքնիշխան տարածքից են օկուպացրել, Արցախն է, Ադրբեջանը օկուպացրել, դուք երբ որ ասում եք փիզ բաներ, նաև նկատի ունեք դրանք եք ազատագրելու։ Լավ, փիզ չասեմ, հայկական ասեմ։ Ազատագրելու եք, այսինքն, երբ որ գաք իշխանության Արցախը։ Նարեկ ջան, մենք չենք ունենալու պատմական տարածք, որը մեզ չի պատկանելու։ Ամեն ինչի համար ժամանակ է պետք ու ճիշտ ռեսուրս, ազգի ճիշտ ուղղորդում ու առաջերտին միասնականություն, առաջերտին քարոզ, համայն հայության մեջ, որ համար մեկ ու ամենամեծ պարտքը տա սիրել հային ու Հայաստանը։ Բայց տեսեք, եթե գաք իշխանության 5 տարով եք գալու, այդ 5 տարվա ընթացքում հասցնելու եք դա անել։ Դա կարա մի տարում էլ լինի։ Տեսեք, հիմա այս նույն շարժումը ձեզ օրինակ։ Ինձ հարցնում եք ժամկետներ կա, երբ կլինի։ Հանգամանքներ կան, չէ՞։ Ես կարամ այդ ժամանակը ասեմ, չեմ կարա։ Ես կարամ մենակ երաշխիք տամ, որ ես նահանջ չեմ ունենա։ Ես կարամ մենակ երաշխիք տամ, որ ես իմ նպատակից չեմ շեղվի։ Ես ժամկետ չեմ կարա ասեմ։ Որովհետև մեծ հավատի դեպքում ու մեծ ամուր միասնականության դեպքում միշտ եղել են ու լինում են ու կլինեն դեպքեր, որոնք հիմա կարան բոլորիս հրաշք թվան, հեքիաթ թվա, որ տես բան ոնց կլինի։ Մեկ էլ տեսար զարթում ես ու վաղը եղավ։ Հիմա պարզապես այդ հայտարարությունները, որ տարածում են ՊՆՆ-ել անընդհատ հերքում է, ըստ էության Հայաստանում պատերազմը, նոր պատերազմի մեջ ներքաշվելուց ըստ էության 5 է պակաս, եւ այս արկա տարածքը, հա, պահպանելու խնդիրը ինչպես եք դուք պատկերացնում, նախ սա, հետո նոր ասած ձեր նշած պատմական տարածքներ վերադարձը։ Նարեկ ջան, ալևս սրանց օրոք հույս դնել իրանց ինչ որ որպես թիկունք լինելու վրա, թե կամավորներին, թե ժամկետայիններին, առհասարակ կռվող տղեկի համար։ Դա առնվազն միամտություն է։ Ինչ արվի, պետք է արվի կամավորների կողմից։ Հայանպաստ քայլ կամ գործունեություն ես չեմ հավատում Նիկոլի իշխանությունից։ Ու ոնց որ միշտ էլի հույսը մենք ենք, մեր հույսը մենք ենք, ու ոնց որ միշտ չլինի, որ դա չգիտակցենք, այլ ես անգամ գոնե հասկանանք, որ մեր հույսը մենակ մենք ենք, մենք ոչ արտաքին աջակցություն ունենք, ոչ էլ ունեցել ենք երբևէ, որի վրա կարելի է անենց հենվել, որ չգիտեմ տենց, մենք տեր կլնենք, չէ։ Պարզապես ձեր ասածը շատ գլոբալ էլի, միայն Հայաստան, Ադրբեջանով Ձեր հարցն է։
Չէ, դուք ասում եք մենք միջև պատմական տարածքներ են գնալու, դա ենթադրում է Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան եւ օրինակ Իրանը, որը տարածաշրջանում դերակատարություն ունեցող պետություն է, ասում է պատմական սահմանների խախտմանը դեմ եմ։ Հիմա մենք ոչ միայն Ադրբեջանի հետ ենք գործ ունենալու, այլ նաև մեր հարևանների հետ, 4-3 հարևանների հետ, պլյուս որ կա միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականություն եւ աշխարհն է նաև խոսել։ Այսինքն մենք միայն Ադրբեջանի դեմ չենք պայքարելու ձեր սցենարով, ամբողջ աշխարհի դեմ։ Ճիշտ եք, Նարեկ ջան, բայց ես հենց հիմա կարամ ավելի հստակ տեղեկություն տամ ձեզ այս շարժման մասին։ Վաղը տամ առաջի պայքարելիքից մասին, այսինքն մեր առաջի պայքարը դեռ Ադրբեջանն է, համար 1։ Այդ ամենից հետո կարամ ավելի հստակ խոսամ երկրորդ քայլի մասին։ Հիմա ես ձեր հարցերին մանրակրկիտ կարամ պատասխանեմ, բայց դա կնմանվի նրան, որ ասում են ջուրը չտեսած արդեն բոբիկ անում ես։ Ես դեռ հույս ունեմ, որ ստեղ մարդիկ կհավաքվեն բավարար, որ գոնե կանխենք եղածի կորուստը սկզբի համար։ Երբ որ ստացվեց, խոսանք հաջորդ քայլերից։ Եվ հիմա արդեն այստեղ ոստիկանական ուժեր է կենտրոնացրել Դե նորմալ է։ իշխանությունը, ինչ մտավախություն ունեք, որ ուժի գործադրմամբ կցրեն։ Ես Ոնց կարելի է ձեզ հետ կապվել։ Ես կարամ մենակ ասեմ շնորհակալություն ոստիկանությանը, որ որպես իմ պետության հիմնասյուներից մեկը իդեալական կատարում է իրականացնում է իր ծառայությունը։ Ու մտավախություն ունենամ, որ բախում կլինի, ես ընդհանրապես մտավախություն չունեմ, ես ընդհանրապես վախ չունեմ բացի սեփական ազգի անտարբերությունից հիասթափվելուց։ Բայց մենք տեսել ենք ոստիկանությունն ինչ անհամաչափ ուժ է կիրառում ակցիաների ժամանակ։ Բա ինչի համար եմ ես մի տարի ասում ինձ քանակ է պետք, որ ոստիկանն էլ հիմք ունենա։ Ու առհասարակ մեծ առիթից օգտվեմ դիմեմ նաև ոստիկանությանը։ Երբ որ պահը եկավ, ոստիկանությունը թող չտատանվի մեզ միանալու հարցում։ Ինչի համար։ Որովհետև ոստիկանը մեզ միանալով ոչ թե ինքն է կորցնելու աշխատանքը, այլ Նիկոլը։ Ոստիկանը մնալու իր աշխատանքին ավելի համակարգված, հասարակության հետ երկխոսող, սիրված ու ընդունված։ Եվ արդեն ռադիկալ գործողությունների երբ ականատես կլինենք։ Նարեկ ջան, ով ասի, որ պետք է ռադիկալ գործողություն լինի։ Այսինքն միայն հրապարակում կանգնելով Ռադիկալ ասելով ինչ նկատի ունի։ Օրինակ ճանապարհ փակելա, պետական այդ շենքերի մուտքեր փակելա։ Նարեկ ջան, ձեր ամեն հարցը ինձ ստիպում է կրկնեմ նորից, որ ինձ պետք է քանակություն։ Քանի հոգիացես պետք։ 70,000։ Դա ընդհանրապես Երևանի մի թաղամասի բնակչությունն է։ Դրան էլ որ գումարես բոլոր մարզերը, մեզ Սփյուռքից էլ են եկել միացել, հիմա էլ ստեղ են, էլի են գալու։ Այդ թիվը մեծ թիվ չի, դա հենց հիմա կարա լռանա։ Ու հենց հիմա լռանալուց Նիկոլը շատ հնարավոր է Սյունիքից հրաժարականով գա կամ արդեն բերման ենթարկվի։ Դրսից շատ մարդ է եկել։ Բավականին։ Այսինքն դրսից եկել են Հայաստանում։ Դրսից եկել են հատուկ վերածննդի շարժմանը մասնակցելու համար։ Մեկը չի, 10-ը չի, 20-ը չի, շատ են։ Բայց եթե դրսից շատ մարդիկ կան, հա, 10 միլիոն մարդ կա, դրսից շատ մարդիկ կան, դա ինչքանով Հայաստանում ապրողի կամքը կարտահայտի։ Ինչի մենք ուրախ չենք մեր հայրենակիցների վերադարձին, մեր տունը լցվելուն։ Վերադառնում են ապրեն, թե վերադառնում են իշխանապահություն։ Վերադառնում են հույսով, որ վերածննդի շարժումը կիրականանա, ու այլևս առիթ չեն ունենա ստեղից գնալու։